Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Նրա տաղանդն ու մարդկային վեհ արժեքները գերազանցում են մեկը մյուսին։ Խոսքը մի արտիստի մասին է, որի ներկայությունը հայ թատրոնում անգնահատելի է։ Հայ պերսոնայում Ռոբերտ Հարությունյանն է։ Ծնվել է Անիի շրջանի Գուսանգյուղ գյուղում։ 1969-ից 1973 թվականներին սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ 1986 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Պետական դրամատիկական թատրոնի դերասան է։ Հյուրախաղերով հանդես է եկել արտերկրում։ Հայաստանի վաստակավոր արտիստ է։ Արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալի։ Պարոն Հարությունյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Ես էլ եմ շնորհակալ։ Գոհ եք ձեր ճակատագրից։ Անպայման։ Շատ։ Ես այն երջանիկներից եմ, որ աշխատել եմ հայ թատրոնի բոլոր մեծ ռեժիսորների հետ։ Դրանից մեծ երջանկություն չի լինում։ Ավարտել եմ Վարդան Աճեմյանի դպրոցը, ինստիտուտն ավարտելուց հետո անմիջապես եկել եմ դրամատիկ թատրոն Հրաչյա Ղափլանյանի հրավերքով եւ Հրաչյա Ղափլանյանից հետո Արմեն Խանտիկյանի հետ եմ աշխատել եւ հիմա աշխատում եմ նաեւ Արմեն Էլբակյանի հետ Սունդուկյանի անվան թատրոնում։ Դրանից մեծ երջանկություն չի լինում դերասանի համար, որ աշխատի մեծ ռեժիսորների հետ։ Ես գյուղի ծնունդ եմ, պիտի այնպես լիներ, որ թատրոն հաճախած չլինեի, բայց իմ ծնողները թատրոն սիրում էին և համարյա ամիսը մեկ, երկու ամիսը մեկ այն ժամանակվա Լենինականի թատրոնում նայում էինք ներկայացումներ ընտանիքով և այն ժամանակվա Լենինականի թատրոնը ուներ հզոր դերասանական կազմ, որը չէր զիջում Սունդուկյանի անվան թատրոնի դերասանական կազմին և համարյա փոքր տարիքից երազել եմ դերասան դառնալ։ Դպրոցում լավ էի սովորում, բայց հենց որ վերջնական որոշեցի, որ դերասան պիտի լինեմ, մաթեմատիկա, ֆիզիկա այդպիսի առարկաները սկսեցի տամբալություն անել, ուշադրությունս եղավ պատմության, լեզվի, գրականության վրա և գալով քննության առաջին տարին կտրվեցի, որովհետև համարյա թե թատրոնի ներքին կյանքից տեղյակ չէի, ներկայացումներ նայել էի, երևի պատճառը դա եղավ, որ ես չընդունվեցի և ինչու ընդունվեցի, որովհետև հենց Աճեմյանն էր ընդունում կուրսը և այդ դեպքում արդեն խաղեր չկար, ինքը ընտրում էր լավագույններին և մենք 18 հոգի ընտրվեցինք Աճեմյանի կուրս, Աճեմյանի արվեստանոց, հրաշալի կուրս էր, մեր ներկայացումը եղել է Գոգոլի ռևիզորը, հրաշալի բեմադրություն էր և անգամ հոդվածներ տպվեցին, որ վերջին տարիներում Աճեմյանը նման բեմադրություն համարյա թե չէր արել։ Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենակարևոր որոշումը։ Իմ կյանքի ամենակարևոր որոշումը եղել է, թե ինչ մասնագիտություն պիտի ընտրեմ և չեմ փոշմանել այդ մասնագիտությունը ընտրելու համար, ինձ համար այս դահլիճը բնակարանի պես բան է, ես արդեն 53-րդ տարին է, որ դրամատիկական թատրոնում եմ և ինձ երջանիկ եմ զգում այս դերասանական կազմի հետ և նախկին դերասանական կազմի, որոնք այլևս այս աշխարհում չեն, հրաշալի դերասանների հետ եմ աշխատել, Լևոն Թուխիկյան, Վլադիմիր Մսրյան, Գուժ Մանուկյան, Ռաֆայել Քոթանջյան, Կիմ Երիցյան, Իշխան Ղարիբյան, դրանք կարիֆեյներ էին և իմ երջանկությունը եղել է նաև նրա մեջ, որ ես աշխատել եմ սովորել իրենցից։ Ես համարյա ենթադրենք Խորեն Աբրամյանի հետ բեմ եմ դուրս եկել, ճիշտ է մասսայական տեսարաններում, Մեհեր Մկրտչյանի հետ բեմ եմ դուրս եկել Սունդուկյանի բեմում, էլի մասսայական տեսարաններում, բայց ես բեմում հանդիսատես եմ եղել և
սպունգի նման կլանել եմ նրանց աշխատանքի ոճը, ձևը, եւ դա իմ երջանկությունն է եղել։ Եվ ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, որովհետեւ դերասան եմ։ Պարոն Հարությունյան, երբ սկսեցիք արդեն նշмарել, որ ձեզ մոտ կա դերասանական ունակություն, ով կամ ովքեր էին այն մարդիկ, ովքեր ձեր կողքին էին եւ ձեզ ողջևորում էին այդ հարցում։ Դե ես քանի որ փոքր տարիքից եմ որոշել, հայրս չի դիմադրել, իմ ծնողները շատ առաջադեմ մարդիկ էին, սիրում էին կարդալ, թատրոն, այդպիսի մարդիկ էին եւ ոչ ոք չի ընդդիմացել։ Եղբայրներս են օգնել, երկու եղբայր ունեմ, որոնք անընդհատ իմ կողքին են եղել, անգամ եթե իրենք ուսանող էին, ես դեռևս աշակերտ, ինձ նամակներով էին ողջևորում։ Ես օրինակ 7-րդ դասարանում անգամ փորձ եմ արել բեմադրություն անել։ Արամ Աշոտ Պապայանի շշմեցնող հարված պիես կա այդպիսի, բեմադրեցինք, բայց ես այն ժամանակ չգիտեի ինչ բան է կուլիսը։ Եվ տեսարան կար, որ ֆուտբոլ էին խաղում երեխաները, իսկ մի տարիքով մարդ բեմում նստած ֆուտբոլը վարում էր, բայց այնտեղ գրված էր, որ ֆուտբոլը խաղում են կուլիսներում։ Իսկ ես բեմում էի արել, բեմադրության ժամանակ, մի հատ հարված եղավ, գնդակը թռավ դահլիճ, ու էլ գնդակը չվերադարձրին, ու անընդհատ սկսվեց աղմուկ դահլիճում։ Ես կատաղեցի, վեր կացա վարակույրը փակեցի, ասի գնացեք տուն, ձեզ չի հասնում ներկայացում նայել։ Ու վերջացավ ներկայացումը։ Այդպես ես ձգտել եմ ու իմ երազանքը կատարվել է։ Եվ ես իսկապես երջանիկ եմ, որ իմ երազանքը կատարվել է։ Թատրոնը ծանր կազմակերպություն է։ Թատրոնը ինքը քաղցր թույն է։ Երբ այդ քաղցր թույնը կլանում ես, իլ հրաժարվել շատ դժվար է։ Եվ որոշում կայացնել, թե դու լավ դերասան ես, թե չէ, էլի շատ դժվար բան է։ Ոչ ոք չի մտածում, որ ինքը վատ դերասան է։ Անկամ եթե ինքը վատ դերասան է, գիտի, որ իրեն չեն տվել, ինքը չի կարողացել աշխատել, դրա համար մնացել է ստվերում։ Մի խոսքով աշխարհի ամենադաժան մասնագիտություններից մեկն է։ Այ դուք նշեցիք, որ թատրոնը դառաթույն է։ Ունեցել եք այնպիսի փուլեր, երբ ցանկացել եք հրաժարվել թատրոնում ձեր գործունեությունից կամ դերասանի կարիերայից։ Ես մի քիչ համառ մարդ եմ բնավորությամբ։ Եղել են տարիներ, երկար տարիներ, որ ես դեր չեմ ստացել, բայց չեմ տրտնջացել, աշխատել եմ ինչ գնով ուզում է լինի խաղալ։ Ես հիմա իմ այս տարիքին ես էլի անընդհատ ուզում եմ բեմում լինել, անընդհատ ուզում եմ խաղալ եւ Փառք Աստծո դերեր ստացել եմ, Փառք Աստծո խաղացել եմ։ Վերջին տարիներին մի քիչ ինչ որ պատճառներով շատ քիչ եմ դրամատիկական թատրոնում դերեր ստացել, բայց Արմեն Էլբակյանը կարծես ինձ փրկության օղակ գցեց, ինձ առաջարկեց, որ ես նաև Սունդուկյանում աշխատեմ։ Ես հաճույքով ընդունեցի, հիմա Սունդուկյանում եմ աշխատում, մոտ 3 ներկայացման մեջ զբաղված եմ եւ շատ հաճելի է ինձ համար։ Հիմնականում Արմեն Էլբակյանի 2 ներկայացման մեջ եմ զբաղված, մեկ էլ Դավիթ Հակոբյանի մի ներկայացման մեջ։ 3-ն էլ իմ կարծիքով հրաշալի բեմադրություններ են։ Իմիջայլոց փոքր դերեր եմ խաղացել, որովհետև հենց առաջին օրը Արմենը ինձ առաջարկեց, որ մեծ դերով հանդես գամ։ Ես ասեցի իմ կողմից անամոթություն կլինի, էլի։ Այս թատրոնում այսքան տարիներ աշխատած մարդիկ կան, ես կամ դու առաջի անգամից ինձ մեծ դերով, ես ավելի լավ է փոքրով սկսեմ, ոչ մեկին չնեղացնեմ, հետո կտեսնենք։ Ու հիմա այդպես շարունակում ենք։ Դուք անընդհատ խոսում եք թատրոնում երջանիկ պահերի եւ երջանիկ երևույթների մասին։ Այնուամենայնիվ կարծում եմ երջանկության կողքին միշտ որոշակի խնդիրներ ու խոչընդոտներ լինում են։ Ունեք փշոտ հիշողություններ կապված թատրոնում ձեր գործունեության հետ։ Չի կարող չլինել, որովհետեւ դերասանը այն մարդն է, որ անընդհատ աշխատելու ցանկություն ունի։ Իմ կարծիքով ոչ մի մասնագիտություն այդքան աշխատելու ցանկություն չի պահանջում, ինչքան դերասանությունը։ Իսկ երբ տարիներով դեր չես ստանում, դա դերասանի համար սարսափելի բան է, որովհետև դերասանը խոփի է նման։ Դերասանը եթե չաշխատես, ժանգոտվում է։ Կան դերասաններ, ովքեր որ ունեն իրանց ամպլուան։ Դա շատ առանձնահատկություններից է կախված, արտաքինը, ձայնի որակը, խարիզման վերջի վերջո, եւ Ռոբերտ Հարությունյանը
պատկանում է այդ տեսակի դերասաններին, Ռոբերտ Հարությունյանը տղամարդ է, դա էլ է ամպլուա, դա էլ է առանձնահատկություն, իր ներսը, իր ներքինը, իր արտաքինը, այսպես ճչում է, որ մենք բեմում տեսնում ենք տղամարդ։ Դերասանի մասնագիտությունը, ինչպես դուք նշեցիք, բավական ծանր աշխատանք է եւ պահանջում է մեծ ռեսուրսներ, մեծ ջանքեր, տանում է ամենաթանկ ժամանակը եւ այսօր երիտասարդները նախընտրում են ունենալ այնպիսի աշխատանք եւ մասնագիտություն, որը բարձր վճարվող կլինի։ Այդ դեպքում երիտասարդ դերասանը ինչպես կարող է գալ թատրոն եւ որոշել այստեղ հաստատվել։ Գիտեք, դերասանի մասնագիտությունը այնպիսի մասնագիտություն է, որ անընդհատ ձգտող երիտասարդներ կան, անընդհատ կան։ Եվ հիմա այս վիճակով մեր թատրոնում հրաշալի երիտասարդություն կա, որոնք ձգտել են դառնալ դերասան եւ արդեն դառնում են դերասան եւ կայանում են։ Այդ առումով դժվարություններ չկա։ Դժվարությունները այս 37 տարվա ընթացքում մենք ապրեցինք ծանր ժամանակաշրջան, բոլորս ազգովին ենք ապրել այդ ծանր ժամանակաշրջանը, մութ, խավար, ցուրտ, անհոսանք, մենք այս թատրոնում ներկայացում ենք խաղացել մոմերի լույսի տակ։ Անգամ տեսարաններ կար, ենթադրենք, որ պետք է երգ գնար, հոսանքը որ գնում էր, ստիպված մենք էինք երգում։ Մոմերը վառում էինք, մոմի տակ խաղում էինք։ Օրինակ Ռոմեո Ջուլիետը բեմադրվեց այդ մութ ու ցուրտ տարիներին, թատրոնում այնքան ցուրտ էր, որ իմ ոտքերը մրսեցին եւ եղունգներս հիմա մի սանտիմետր են տարվել։ Այդ պայմաններում մենք աշխատել ենք ու թատրոն ենք պահել եւ ոչ միայն դրամատիկ թատրոնը, ամբողջ հայ թատրոնը զոհաբերելով իրեն, զոհաբերելով իր ժամանակը, կյանքը, ապրելաձևը կարողացան թատրոնը պահել։ Բայց միշտ այս 37 տարվա ընթացքում թատրոնի հովանավորությունը քիչ է եղել։ Չի հովանավորվել այնպես, ինչպեսին եղել է թատրոնը։ Դժվարություններ կան կրթության մակարդակով։ Օրինակ երիտասարդը գալիս է թատրոն, բայց չի դասավանդվել խոսքի արժեքին տիրապետելու արվեստը, շեշտադրության արվեստը, քիչ են կարդացած հիմիկվա երիտասարդները։ Ես ափսոսում եմ, օրինակ ես երբ որ ցանկություն ունեի արդեն դերասան դառնալու, մեր գյուղում լավ գրադարան կար։ Ես համարյա ամբողջ գրադարանը կարդացել էի արդեն, որտեղ նպատակս էր, որ ես դերասան պետք է դառնայի։ Հետո օրինակ կար հեռուստաթատրոն։ Դա մի հրաշալի երևույթ էր։ Հեռուստաթատրոնը հիմնականում բեմադրվում էին դասական գործեր, արտասահմանյան դասական գործեր, հայկական դասական գործեր, ու մեր հանդիսատեսը ծանոթանում էր հենց այդ դասական գործերի հետ։ Եվ այդ դասական գործերն են, որ ինչու են դասական, որովհետև վերջ չունեն իրենց ասելիքը մշտական է, անընդհատ է։ Եվ մեր հանդիսատեսը դա էր տեսնում։ Դերասանը կայանում է դասական գործերով։ Ճիշտ է, ժամանակակից գործերի մեջ էլ կա հնարավորություն ձևավորվելու, բայց դասական գործերի մեջ ավելի հեշտ ու հանգիստ է։ Կերպարի զգացողություն, ես տեսնում եմ ջահելները գալիս են, կերպարի զգացողություն չունեն, ավարտում են ինստիտուտը, կերպարի զգացողություն չունեն եւ մի տեսակ մի բան է առաջացել, տեքստ ասելու ձև է առաջացել, որը գալիս է այս սերիալներից։ Որովհետև սերիալները ժամանակ չեն տալիս դերասանին աշխատելու, հազիվ տեքստը սովորելով, եւ հետո անճաշակ սցենարներ են գրվում, ոչինչ չասող սցենարներ են գրվում, չի կարող դերասանը նման սցենարների մեջ կայանա, ճիշտ է, կճանաչվի, փողոցում կճանաչեն բան, բայց ինքը չի կայանա, ինքը չկայացած ճանաչված դերասան է մնում։ Կան դերասաններ, ովքեր որ պլաստիլինի պես են, իրենց ոնց ուզես կարող ես թեքել, ոնց ուզես կարող ես տարորել, Ռոբերտ Հարությունյանը այդ դերասաններին չի նմանվում, չի պատկանում այդ տեսակ դերասանների տեսակին։ Կան դերասաններ երգող են, պարող են, բայց Ռոբերտ Հարությունյանը այդպիսին է, ինքը տղամարդ է։ Այստեղ կա պարադոքսալ մի հատ բան իր կերպարի հետ կապված, որ
համաշխարհային դրամատուրգիան առհասարակ թատրոնում բեմադրվում են պիեսներ, որոնց հերոսների կյանքը ոչ մի կերպ չի ստացվել։ Նրանք թմրամոլներ են, ալկոգոլիկներ են, ենթադրենք անհաջողակ մարդիկ, խաղացողներ, մի խոսքով ինչ որ որոշակի թույլ կողմեր ունեցող մարդկանց կերպարներից է կազմված դրամատուրգիան։ Օրինակ շատ դժվար է Ռոբերտ Հարությունյանին մի այդպիսի կերպար տալ կամ մտածել, որովհետև նա իր էությամբ, իր էներգիայով, իր խարիզմայով ամենաառողջ կերպով ցույց է տալիս, որ նա տղամարդ է, որի մոտ ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ լուրջ է ու ամեն ինչ կոնտրոլի տակ է։ Ռոբերտ Հարությունյանի հետ ես արդեն 50 տարի է ինչ բեմի վրա եմ։ Ճիշտ է, համատած քիչ դերերում ենք մենք իրար հետ խաղացել, քիչ դերերում է նա եղել ինձ համար խաղընկեր, բայց պետք է ասեմ, որ մի փայլուն խաղընկեր է։ Եվ չի ուզենա Ռոբերտ Հարությունյանի մասին ասել դերասան, նա արտիստ է։ Արտիստ է իր կեցվածքով, իր ասելիքով, իր իմացությամբ։ Եվ ես պարզապես շատ բաներ եմ կարողացել նրանից սովորել, որովհետև իր լուրջ մոտեցումը դերերին, նա այնպիսի խաղընկեր է, որը խաղում է ոչ միայն իր համար, այլ խաղընկերոջ համար, օգնում է խաղընկերոջը։ Առանձնահատկությունը Ռոբերտ Հարությունյանի թատրոնում նախ նա է, որ դա ոչ թե առանձնահատկություն է, դա ճիշտ այն դերասանի բնավորությունն է, որ ինքը ունի։ Դա իր պատասխանատվությունն է առաջին հերթին թատրոնի նկատմամբ, պարտաճանաչությունը, չուշանալու այդ արատը չունի եւ ինքը շատ նախանձախնդիր է ընդհանրապես աշխատանքներին թատրոնի եւ առաջին հերթին ինքը իր նկատմամբ շատ պատասխանատու է եւ բնականաբար տվյալ ներկայացմանը կամ ինչ որ աշխատանքի, որ ինքը կատարում է թատրոնում։ Երբ դուք ընդունում եք որևէ առաջարկ, ի՞նչն եք հաշվի առնում։ Ունեք սկզբունքներ, որոնք ձեզ համար շատ կարևոր են։ Դրսից եթե առաջարկներ եմ ստանում, առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում լեզվին։ Ես սարսափելի խանդոտ եմ վերաբերվում լեզվի նկատմամբ։ Ազգի ինքնությունը լեզուն է։ Ես ուշադրություն եմ դարձնում ասելիքին։ Հիմա լիքն են պիեսներ, որ ասելիք չկա, ինչ որ ծիծաղելի բաներ են, ծիծաղ առաջացնող բաներ են, բայց ասելիք պիտի լինի։ Հետո ընտրված պիեսը կամ առաջարկված պիեսը պիտի հանդիսատեսին ասելու բան ունենա եւ ճաշակ առաջարկի։ Սևակը այսպիսի բան ունի, ասում է ժողովրդից ամեն ինչ կարելի է վերցնել, բացի ճաշակից։ Ժողովրդին ճաշակը պիտի թելադրել։ Հիմա ես օրինակ փողոցներով որ քայլում եմ, մեկ-մեկ քիչ եմ մնում ինսուլտ ստանամ կամ ինֆարկտ։ Այդ ադրբեջանա կլկլոցներով այս տեսակ պոեզիա ունեցող ազգ ես աշխարհում քիչ եմ ճանաչում, բայց այդ երգերի բովանդակությունը, որ լսում եմ, սիրտս խառնում է։ Ես խղճում եմ այդ ժամանակ իմ ազգին, թե այս ուր ենք հասել, եւ դա պրոպագանդվում է ցավոք սրտի։ Հերոստատեսություններ, հերոստակայաններ կան, որոնք հատուկ ռաբիզի մասին հաղորդումներ են վարում, եւ այդ երգողներն էլ այնքան հրճված են իրենց երգերով։ Ասում են այդ կլկլոցը այնքան քաղցր է, սոխակի նման մի բան է։ Բայց մենք խաղիկներ ունենք, մենք կոմիտաս ունենք, մենք Խաչատրյան ունենք, այս ուր ենք իջնում, ինչու ենք իջնում, ինչի է թույլատրվում։ Ես ափսոսում եմ, այս ժողովուրդը տաղանդավոր ժողովուրդ է, բայց չգիտեմ ինչի այս 30 քանի տարի մեր անկախության մեզ իջեցրեց այս մակարդակին։ Ո՞րն է ամենակարևոր խորհուրդը, որը դուք կտաք երիտասարդ սկսնակ դերասանին։ Լեզու պիտի իմանալ, պիտի սիրել իր լեզուն եւ մեր լեզուն այնքանով է հարուստ, մենք գրաբար ունենք, մենք արևմտահայերեն ունենք, մենք գրական հայերեն ունենք։ Այ օրինակ մի քիչ առաջ ես ինձնից անկախ
ա օժանդակ բայ օգտագործեցի եւ ամաչեցի։ Իմ մտքի մեջ ես ամաչեցի։ Օրինակ, է օժանդակ բայը, որ հիմա վերածվել է այի, կարող են ասել, մենք գնում այնք։ Չի լինի, չէ՞։ Մենք գնում էինք, կա չէ։ Հետո կա ա հոդակապը, որը լեզվի գեղեցկությունն է, երաժշտությունն է։ Մեր լեզուն հիմա այդ ա հոդակապից հրաժարվելով ներողություն արտահայտությանս դարձել է կրկզի լեզու։ 4-5 հատ բաղաձայն կարող է իրար կողքի լինել, այդպիսի բան չէր լինում հայոց լեզվում։ Եվ դա պրոպագանդվում է ամենաբարձր կետերից։ Պիտի լեզու իմանալ, պիտի շատ կարդալ, պիտի աշխատել ինքն իր վրա, պիտի անգամ ձայնը կառավարելի դարձնելու հատկություններ պիտի ունենալ։ Մեզ Աջեմյանը ժամերով կարդում էր մարմնի բոլոր մասերի օգտագործման, բոլոր մկանների օգտագործման մասին դասախոսություն, ատամների մասին դասախոսություն, ինչ ասեմ, աչքերի, օրինակ Աջեմյանը մեզ ասում էր փողոցում որ քայլում եք, հələ ուշադրություն դարձրեք եւ ձեր մեջ որոշեք, որ մարդը ինչ կենթանու է նման։ Եվ մենք հետևում էինք այդ բանին ու տեսնենք որ իսկապես կա այդպիսի բան, մեկը կողբի է նման, մեկը փղի է նման։ Օրինակ ինձ թվում է Մեհեր Մկրտչյանը այն առաջի կյանքում փիղ է եղել։ Եթե նայում եք իր ուղեղին, իր հոգուն, իր քթին, sense որ նայում եք փիղը իրար նվիրված կենթանիներն են, չէ՞, իրար սիրելու իմաստով, նրանք իրենց հանգուցյալներին գնում են հանդիպելու, ոսկորներն են ուսումնասիրում, այսպիսի բան կա։ Մեհեր Մկրտչյանը այդպիսի մարդ էր։ Ու կա այդպիսի բան։ Ամեն ինչին դերասանը ամեն ինչը պետք է նկատի, ամեն ինչը պետք է նկատի ու կարողանա իր ուղեղով անցկացնել, իր հոգով անցկացնել։ Ինձ շատ հաճելի է իր հետ շփվելը, աշխատելը ու ես հաճախ իր հետ զրույցի եմ բռնվում, ես կարծում եմ, որ եւ տեսնում եմ, որ այն խնդիրները, որ իրան են հուզում, ինձ էլ են հուզում, նա շատ հաճելի զրուցակից է։ Այնուհետև Ռոբերտ Հարությունյանը շատ կարդացած ինտելեկտուալ մարդ է։ Նա գիտի համաշխարհային գրականություն, նա գիտի փիլիսոփայություն, նա գիտի քաղաքականություն, նա շատ հմուտ է այդ հարցերում, նա գիտի պատմական այն էջերը, որոնք որ այսպես ասած պատմության գրքերում չկան, գիտի մանրամասները եւ թե մեր հայոց պատմության եւ համաշխարհային պատմության։ Այդպես ես օրինակ այսպես ասած իմ թուլությունն է, էլի խոսել մարդու հետ, ով որ այդքան գիտի ինձնից շատ հաստատ։ Պետք է ասեմ, որ այդ արտիստը լինելով թատրոնի արտիստ, նա նույնիսկ բեմադրություններ է արել մեր թատրոնում եւ պետք է ասեմ, որ մեր թատրոնի ռեպերտուարի մեջ կարող եմ դասել լավագույն ներկայացումներից մեկը մեծապատիվ մուրացկանները, որ նա բեմադրեց, դա իր առաջին գործն էր, բայց պետք է ասեմ, որ փայլուն գործ էր, չգիտեմ ինչ պատճառներով ռեպերտուարից շուտ դուրս եկավ եւ այնտեղ կային եւ լավ դերակատարներ եւ ինքը բեմադրությունը իր ասելիքով, իր բեմադրած այդ ամբողջ աշխատանքով հոյակապ էր։ Այնպես որ Ռոբերտ Հարությունյանին մենք տեսանք այդտեղ ոչ միայն իբրև արտիստ, այլ եւ բեմադրիչ։ Իհարկե ես ցավում եմ, որ հետո նա չշարունակեց իր այդ ուղղությունը, որովհետեւ մենք մեզ երևի շատ բաներում դեռ կուրախացներ նա։ Ինչ կասեք հայ հանդիսատեսի կուլտուրայի մասին։ Այս թատրոնը ունեցել է հրաշալի հանդիսատես, դրամատիկ թատրոնը։ Ժամանակին մեր հանդիսատեսն էր դասախոսությունը, ֆիզիկներ, մաթեմատիկոսներ, ուսանողություն ու այս դահլիճը ճիշտ է փոքր դահլիճ էր, բայց լինում էին դեպքեր, որ այն ժամանակ մեր տոմսը մի ռուբլի արժեր, դրսում 10 ռուբլով առնում գալիս էին թատրոն։ Եվ զգալու, ծափահարելու, ընդունելու այդպիսի հրաշք կարծիք կար։ Մենք դերասաններս
մի քանի ներկայացում հետո արդեն հասկանում ենք, թե մենք որտեղ ինչ արեցինք եւ ինչ պիտի անենք։ Հանդիսատեսներ մեզ տեղադրում։ Այդպիսին էր նաեւ Լենինականի հանդիսատեսը։ Լենինականի հանդիսատեսը ապշելու հանդիսատեսը։ Այնպես է հասկանում ներկայացումը, օրինակ մենք խաղում էինք մի տարի առաջ էր կարծեմ Փարիզյան դատավարությունը, այնպիսի տեղեր էր արձագանք լինում, որ այստեղ երբեք չէր եղել։ Ու մենք զգում ենք, որ դա իսկապես ճիշտ տեղ էր։ Հայ հանդիսատեսը ընդհանրապես միշտ ընդհանրապես մեր հանդիսատեսը հրաշալի հանդիսատես է եղել, որովհետև լավ կրթություն է ստացել ժամանակին։ Դպրոցը մեր շատ լավ դպրոց է եղել։ Ես օրինակ ավարտել եմ դպրոցը, մեր դասարանը 25 հոգի է եղել, որից 20-ը ընդունվել են բարձրագույն 5-ը տեխնիկում։ Այդպիսի դպրոց էր։ Եվ ինչ ուսուցիչներ ունեինք, որոնց ես հիմա հրաշքով եմ հիշում։ Ես մաթեմատիկայի մի ուսուցիչ ունեինք, Գրիգոր Մկրտչյան, շատ համեստ, շատ լավ մարդ էր։ Ուրեմն ես կոչում եմ ստացել 57 տարեկանում եւ մի քանի տարի հետո հրաժարվել եմ։ Կոչում էի ստացել, գնացել եմ գյուղ, հանդիպում եմ իմ ուսուցչին, բարևում եմ, ինձ հետ դուքով է խոսում։ Ասում եմ, Գեր Մկրտչյան, ես ձեր աշակերտն եմ եղել։ Ոնց է, Ռոբերտ ջան, դու արդեն վաստակավոր արտիստ ես, հեսա շուտով ժողովրդական կդառնաս։ Ախր ասում եմ, դուք եք ինձ այդպես դարձրել, ես չեմ տառել։ Դուք եք արել, որ ես տառել եմ։ Այսպիսի դպրոց ենք անցել, այսպիսի հանդիսատես ենք ունեցել։ Ես հիմա էլ չեմ դժգոհում մեր հանդիսատեսից։ Այն հանդիսատեսը, որ դերևս թատրոն գալիս է, էլի այն հանդիսատեսին է նմանվում, որը գալիս է։ Իսկ չգալու էլ այնքան պատճառներ կան։ Մի ընտանիք եթե թատրոն գա, երևի իր մի կես ամսվա աշխատավարձը պիտի տա, որ գա ներկայացում նայի, ընդհանրենք 5 հոգանոց ընտանիք է։ Իսկ դա դժվարություն է։ Տուն գնալը մի ժամանակ ահավոր դժվար էր, չէ՞, ներկայացումից հետո։ Ես անգամ քաղաքապետարան եմ դիմել իմ ծանոթներին, դիմել եմ, թե գոնե մի ժամով երկարացրեք ավտոբուսների աշխատանքը։ Մարդիկ գալիս են, հետո տաքսիով չեն կարողանում տուն գնալ, դրա համար թատրոն չեն գալիս, օպերա չեն գնում։ Ես ինքս ժամանակին ոչ մի բալետ, ոչ մի օպերա բաց չեմ թողել, հիմա բաց եմ թողնում։ Հանդիսատեսը մեղք չունի, մենք իրեն գցել ենք այդ դրության մեջ։ Ինչ կասեք կոչումների մասին։ Ես դեմ եմ, որ կոչումները հանվեցին։ Պատճառաբանեմ ինչու։ Դա ուղղակի ստիմուլ էր։ Ուրիշ ոչինչ չէր տալիս, ոչ մի բան։ Եթե երիտասարդ տարիներին մարդը ստանում էր այդ կոչումը, գնահատված էր իրեն զգում եւ ցանկություն ուներ հաջորդին։ Հիմա մենք որ այդ կոչումները հանեցինք, տեղը ինչ դրեցինք։ Ոչ այդ մարդու աշխատավարձն ավելացավ, ոչ որից է բան փոխվեց, ինքը էլ նպատակ չունի։ Իր միակ նպատակը, որ ծափահարեն իրեն ու վերջ լավ ծափահարեն։ Էլ ուրիշ նպատակ չունի։ Դա ոչինչի վնաս չէր տալիս։ Ես կարծում եմ, որ մի վնաս կար, որ ժողովրդական էին լինում, նրանց հուղարկավորությունը պետության հաշվին էր լինում։ Ինձ թվում է դրա համար հանեցին այդ կոչումները։ Թե չէ ինչ կարիք կար հանելու, ինչ էր եղել։ Մարդ էր, երիտասարդ էր, իրեն լավ էր զգում, որ ենթադրենք 30-40 տարեկանում կոչում էր ստանում։ Ես 57 տարեկանում եմ ստացել, բայց արդեն ինձ համար ինձ ցանկալի չէր էլի։ Արդեն հրաշալի դերեր եմ խաղացել, մեծ դերեր եմ խաղացել, փոքր դերեր եմ խաղացել, հանդիսատեսն ինձ ընդունում է, ես խոսքի արժեքը գիտեմ, շեշտադրությունը գիտեմ։ Ինձ այդ կոչումը այդքան չէր հետաքրում, դրա համար ես ինձ հեշտ հրաժարվեցի այդ կոչումից ու վերջացավ գնաց։ Հիմա ում գնահատականն է ձեզ համար կարևոր։ Իհարկե հանդիսատեսի։ Եվ ճիշտ հանդիսատեսի։ Ամենակարևորը հանդիսատեսն է։ Եթե թատրոնում լինում է, որ դերասանի բնավորությունը հաշվի առնելով դեր չեն տալիս, տաղանդավոր մարդ է, բայց բնավորությամբ մի քիչ ուրիշ է, երեսին խոսք ասող է, դեր չեն տալիս, բայց հանդիսատեսը խաղում ես 5 րոպեանոց դեր ես խաղում, մի էջանոց դեր ես խաղում, մարդը 2 ժամկես խաղացել է, նրան հետ ծափ չեն տալիս, 5 րոպեանոց մի հատ դեր ես խաղում, քեզ ծափահարում են։ Ուրեմն նրա գնահատականն է ամենակարևորը, կարևորը ինքն է, հանդիսատեսը, եւ ինքը ախր մեր հետ դերակատար է։
նրա յուրաքանչյուր շունչը, նրա յուրաքանչյուր հազը, նրա լռությունը, այն խոր մեռյալ լռությունն ալինում, չէ, դրանք բոլորը դերասանի հետ խաղում են, դերասանին խաղացնում են իրենց հետ։ Եվ դերասանի երջանկությունը դրա մեջ է։ Երբ որ քեզ հանդիսատես այդպես ընդունում է ու դու զգում ես, որ դու խոսում ես, ու ինքը քար լռության մեջ է։ Ինչի է քար լռության։ Որովհետև դու տարել ես իրեն արդեն։ Դու վերցրել ես իրեն։ Դու իրեն այնց հոգի ես տվել, որ ինքը արդեն քոնն է, քո հետ է։ Դուք իրար եք պատկանում արդեն։ Հայ ֆիլմ արտադրությունը կարողացել է ամբողջությամբ օգտագործել ձեր կարողությունները որպես դերասան։ Մենք եղանք այն սերունդը, որ արդեն խորհրդային միությունը վերացվեց ու արդեն ֆինանսների ու ամեն ինչի կարիք եղավ ու հայ ֆիլմը ֆիլմեր չնկարեց։ Ու մենք պատկերացրեք, արդեն 30 քանի տարի է համարյա ֆիլմեր չի նկարվել, ինչ էլ որ նկարվելա թեթև, քիչ ծախսով, ու մենք չենք նկարվել ֆիլմ։ Մենք օրինակ հեռուստաթատրոնը որ փակվեց, մեր մեծագույն շփումը հանդիսատեսի հետ հեռուստատեսության եւ կինոյի միջոցով էր լինում։ Մենք հիմա չունենք այդ շփումը։ Այս 300 տեղն է թատրոնի, օրական 300 ենթադրենք մարդ մտնում է, տեսնում է, դուրս է գալիս ու վերջ իսկ այն ժամանակ ամբողջ հանրապետությունը նայում էր ու դերասաններս պարկերով նամակներ էինք ստանում։ Պարկերով նամակներ էինք ստանում, իրենց կամ դժգոհությունն էին հայտնում, կամ իրենց գոհունակությունն էին հայտնում։ Մենք իմ սերունդը եւ այսինքն այս եկող սերունդն էլ համարյա թե սրվեցինք մի տեսակ այդ կինո չլինելու, այդ հեռուստատեսությունը չլինելու։ Հեռուստատեսությունում այնպիսի լավ ռեժիսորներ էին աշխատում, որ հաճույք էին ստանում։ Հերբերտ Գասպարյանը բեմադրեց Սարոյանի խենթացած մի գնա ներկայացումը, խորհրդային միության մեջ լավագույն ներկայացումը համարվեց եւ այդպես շարունակ։ Ռուբեն Հախվերդյանը մի ներկայացում նկարեց, ամբողջ Հայաստանը այդ ներկայացումը մինչև հիմա հիշում է։ Իմիջիալից Ռուբեն Հախվերդյանի պատճառով եմ ես դրամատիկում հայտնվել։ Ուրեմն բեմադրություն էր արել, կուրսային աշխատանք Ռուբեն Հախվերդյանը, Օրփեոսը իջնում է դժոխք։ Ես այդտեղ մի դեր էի խաղում, որ ունեի 2 բառանոց նախադասություն, կարճ բաներ։ Ու Ղափլանյանը, քանի որ Տաթևի Ղափլանյանն էր այդ օրը զբաղված, Ղափլանյանը եկել էր ինստիտուտի դահլիճում ներկայացում նայելու։ Ես այդ մի կտորը խաղացի դուրս եկա, ներկայացումը վերջացավ, Հարությունը Մովսիսյան իմ կուրսեցին է, մեր կուրսը շատ լավ կուրս էր, լավ տաղանդավոր տղեկ կային աղջիկներ։ Հարութ եկավ ասեց Ղափլանյանը քեզ կանչում է, ասում եմ այ Հարութ ջան, ես Ղափլանյանի երես կյանքում չեմ տեսել, ինձ ինչի է կանչում։ Դե կանչում է, էլի գնա։ Գնացի ասեց տղա ջան, կուզես ինձ մոտ աշխատել։ Ես ամբողջ ռեպերտուարը նայել էի արդեն դրամատիկ թատրոնի, դրամատիկի սիրահարն էի, ու ես մոլորվեցի։ Ու ասի հա, դե ասեց կգաս ինձ մոտ։ Ու ես եկա դրամատիկ թատրոն եւ արդեն 53-րդ տարին է դրամատիկի հավատարիմ դերասանն եմ, ահռելի չափով սիրում եմ դրամատիկ թատրոնը եւ ինչ ուժ ու եռանդ որ ունեմ, ուզում եմ տրամադրել դրամատիկ թատրոնին, մինչև այն օրը, որ ես վերջի ձայնը այս բեմից կարձակեմ։ Եվ ես միշտ եղել եմ ջահելների կողքին, միշտ օգնել եմ, անգամ իմ արդեն սակավ դեր ունենալու ժամանակ զգում էի, որ ես ինչ երիտասարդի դերը, իմ խաղացած դերը դուր է գալիս իրեն, ասում էի, արի ես քեզ հետ կաշխատեմ խաղա։ Եվ արել եմ։ Հիմա էլ եմ անում։ Իսեր թատրոնի, իփառս թատրոնի։ Թատրոնը պետք է փայփայել, թատրոնը պետք է սիրել, թատրոնը եկեղեցու նման մի բան է։ Օրինակ, ինչու ժամանակին կղերականները թատրոնը արգելում էին, որովհետև իրենց խանգարող էին համարում։ Ժողովուրդը գալիս էր թատրոն, ժողովուրդը գալիս էր թատրոնի հետևից։ Թատրոնը մեծ ուժ է, թատրոնը շատ մեծ ուժ է, թատրոնը շատ բան կարող է անել։ Ժամանակին օրինակ Իսպանիայում մի ներկայացում է բեմադրվել եւ հեղաշրջում է եղել։ Թատրոնը հասել է դրան։ Երբ որ մենք անվերջ վերադարձը բեմադրեցինք, դա 88 թիվն էր,
Արմեն Խանդիկյանը կարծես թե կանխատեսել էր ինչ է գալու մեր գլխին, մենք արդեն փորձերն անում էինք բեմում ու ուղղաթիռների ձայներ դրել, ուղղաթիռներ էին անցնում վերևից, մենք էլ ասում ենք, «Յանի ինչ»։ Մեկ էլ մի ամիս չանցած խորհրդային ինքնաթիռները սկսեցին Երևանի վրայով ճախրել։ Նոր մենք հասկացանք, որ այս մարդը նախորդ հասկացել է, թե ինչա կատարվելու հետո։ Այդ անվերջ վերադարձ մեր ներկայացումը այսօր ավելի ժամանակակից է դարել։ Այսինքն նա միշտ է ժամանակակից լինելու, որտեղ դասականի գործ է։ Միշտ լինելու է։ Դասականի գործը միշտ ժամանակակից է։ Ու սևակը միշտ ժամանակակից է։ Հիմա հանդիսատեսը օրինակ լրիվ ուրիշ վերաբերմունքով է նայում այդ ներկայացումը։ Լրիվ ուրիշ է եւ ռեակցիաները եւ ամեն ինչը ուրիշ ձևի է լինում։ Թատրոնը մեծ ուժ է, թատրոնին պիտի նայել, թատրոնը պիտի փայփայել, թատրոնին ուժ պիտի տալ։ Ինձ բախտ վիճակվել է Ռոբերտի հետ, դե բնականաբար խաղալ բեմում տարբեր ներկայացումների մեջ, բայց նաև բախտ եմ ունեցել Ռոբերտին որպես ռեժիսոր, երբ որ ես բեմադրում էի Մամա Միա ներկայացումը, Ռոբերտը խաղում էր ներկայացման գլխավոր դերերից մեկը։ Եվ առիթ ունեցա նրա հետ շփվել որպես ռեժիսոր դերասան այս հարաբերության մեջ եւ պիտի ասեմ, որ լավ առումով նա իմ կյանքը կերավ ուղակի փորձերի ժամանակ։ Ինչու լավ առումով, որովհետեւ ինքը շատ պահանջկոտ էր, ընդհանրապես շատ պահանջկոտ է, շատ պարտաճանան չէ եւ շատ հարցեր ունի ընդհանրապես իր կերպարի շուրջ, իր ընդհանրապես ներկայացման ասելիքի շուրջ եւ նման հարցերով պահանջատիրությամբ այդ առումով կյանքս ուտում էր, բայց դա իհարկե շատ ճիշտ է ու շատ կարեւոր է։ Որպես գործընկեր ինքը շատ պրոֆեսիոնալ է, նախ ինքը անցել է լավ դպրոց, դերասանական դպրոց, շատ լավ դպրոց անցել, ունեցել է լավ ուսուցիչներ, ինչքանով որ ես գիտեմ, եւ երկրորդը այդ պրոֆեսիոնալիզմը, մասնագիտական պրոֆեսիոնալիզմը նրա ընդհանրապես պրոֆեսիոնալ մարդկանց հետ շատ հեշտ է։ Ներվը սկսում է այն ժամանակ, երբ որ պրոֆեսիոնալիզմը քչանում է։ Ունենք Ռոբերտ Հարությունյանի հետ նման բան չկա, որ գիտի մեղմ ասած ինչի համար է գալիս թատրոն։ Լինելով զբաղված դերասան, դուք հասցրել եք ձեր ընտանիքին բավարար ժամանակ տրամադրել։ Որ ասեմ լրիվ չէ, որովհետև շատ եմ նվիրված եղել թատրոնին։ Մենք ժամանակին փորձը վերջանում էր, այնքան սիրով կոլեկտիվը, որ մենք տուն չէինք գնում։ Վերևը փոքր մի բուֆետ ունեինք։ Նստում էինք իրար հետ, մինչև ներկայացման ժամը գալիս էր, ներկայացում խաղում նոր էինք տուն գնում։ Եվ դա երկար տարիներ տևեց այդպես։ Հետո չգիտես ինչի բոլոր թատրոններից այդ բուֆետները բաները հանվեցին, որոնք մեզ sense բերում էին, միացնում էին, խոսում էինք, զրուցում էինք։ Դերասանը իմիջիայլոց ասեմ, որ 8 ժամ չի աշխատում։ Դերասանը 24 ժամ է աշխատում։ Ես օրինակ եթե դերի վրա աշխատում եմ, տրանսպորտի մեջ այդ մասին եմ մտածում, տանը այդ մասին եմ մտածում, ստեղ ենթադրենք փորձերն արվում այդ մասին եմ մտածում, քնած ժամանակ մեկ-մեկ երազիս եմ տեսնում։ Դերասանը 24 ժամ աշխատում է, չի կարող չաշխատել։ Որն է ամուր ընտանիքի հիմքը։ Սերը։ Ուրիշ ինչ։ Ամեն ինչի հիմքը սերն է։ Իսկ ընտանիքին եթե սեր չեղավ այդ ընտանիքում, ուրեմն ընտանիքը չպետք է լինի։ Ընտանիքում ում դերն եք գերագնահատում, կնոջ թե տղամարդու։ Տղամարդու։ Պարտադիր։ Եվ մեկը պետք է լինի, եթե երկուսը եղավ, այդ ընտանիքը արդեն լավ ընտանիք չի։ Եթե անգամ պետությունը ունեցավ մի քանի ղեկավար, պետություն չի արդեն։ Իսկ ընտանիքում մեկը պետք է լինի, եւ տղամարդը պետք է լինի։ Ով է կյանքում ձեր ամենաամուր հենարանը։ Ընտանիքս։ Իմ ընտանիքը, որ երբեք չի տրտնջացել, որ ես օրերով զբաղված եմ եղել թատրոնով, իրանցով չեմ կարող, երբեք չեն տրտնջացել, ընդհակառակը օգնել են ինձ։ Կյանքում մարդու արտաքինը շատ խաբուսիկ է, ընդհանրապես, որովհետև դու չգիտես, թե մարդու հոգում ինչ է թաքնված։ Նայելով Ռոբերտ Հարությունյանին, տեսնում ենք հաղթանդամ,
հայ տղամարդ, նույնիսկ եթե չճանաչես, կմտածես, որ ինքը շատ խիստ, կարող է ինչ-որ տեղ կոպիտ, հա, մարդ է։ Իհարկե ինքը ունի այդ խստությունը, իհարկե ինքը ունի տղամարդկային այդ անհրաժեշտ կոպտությունը, որը պետք է, բայց երբ որ շփվում ես նրա հետ, ինչ որ տեղ ընկերություն ես անում եւ աշխատում ես, տեսնում ես, որ այդ արտաքինի մեջ թաքնված է մի շատ բարի, հանգիստ, հումորով լեցուն, կյանքը սիրող ու շատ մեղմ բնավորություն ունեցող մարդ։ Ինձ համար դա շատ հետաքրքիր առանձնահատկություն է Ռոբերտի առումով։ Մարդկային որակներն էլ են կապված իր ամբլուայի հետ։ Ինքը շատ հաստատուն է, ինքը միշտ գիտի ինքը ինչ է ասում, ինքը միշտ իր ասածին է, որը եւս տղամարդկային բնորոշ գիծ է, ինքը միշտ իր ասածին է, ինքը միշտ պնդում է իր ասածը, ինքը խոսում է շատ համոզիչ, եւ այդ համոզիչ իր ինտոնացիայի մեջ ես հասկանում եմ, որ մոտ հաստատուն է շատ։ Ինքը ես գիտեմ, ինքը շատ լավ ընտանիքի հայր է, ամուսին է, երեխաների հայր է, ամուսին է, իր համար իր ընտանիքը իր ամրոցն է։ Եվ այս բոլոր հատկանիշները բացատրում են, թե ինչի է Ռոբերտ Հարությունյանը այդքան այդ տղամարդկային էներգիայի այդ տեսակը։ Հոյակապ անձնավորություն է։ Այնպես չի, որ կամերայի դիմաց ես նստած ասում եմ, որովհետև 50 տարի ես գիտեմ եւ իրեն տեսել եմ տարբեր վիճակներում, եւ տխուր, եւ ուրախ, եւ երջանիկ, եւ հուզված, բայց ինքը միշտ կարողացել է իրան ճիշտ պահել իր զսպվածությունը։ Թե ինքը ինչպես է շփվում իր խաղընկերների հետ, ինչպես է իրեն պահում, թե թատրոնում, թե դրսում, իր ընկերական շրջապատը, ինչ կանեն իրեն հարգում։ Դա խոսում է իրեն մարդկային լավ հատկանիշների մասին։ Նրա հետ շատ հաճելի է ընկերություն անելը։ Շատ հայերեն բառն ասեմ, հավեսով է ընկերություն անելը, որովհետև Ռոբերտը լավ նաև սեղանի ընկեր է, լավ սեղանի շուրջ զրուցակից է, եւ ես առիթներ ունեցել եմ նրա հետ սեղան նստել ինչ որ առիթների ժամանակ, ինչ որ քեֆերի ժամանակ, մենք միասին շատ լավ ժամանակ ենք անցկացրել ու ես իսկապես հաճույք եմ ստացել նրա հետ քեֆ անելուց։ Նաև մենք ունեցել ենք հնարավորություն հյուրախաղերի միասին մեկնելու, ինքը շատ լավ ճանապարհի ընկեր է, որովհետև ինչպես ասացի, քանի որ լավ զրուցակից է ու նրա հետ կարելի է շատ տարբեր թեմաներով զրուցել։ Ինքը շատ բանիմաց մարդ է եւ տարբեր թեմաներով, դա կլինի արվեստից, կլինի սպորտից, կլինի նույնիսկ քաղաքականությունից, կարելի է նրա հետ զրուցել, կիսվել մտքերով եւ հաճույք ստանալ այդ մարդուց։ Մարդկային հարաբերություններում կա որևէ երևույթ, որը դուք չեք կարող ներել։ Դավաճանությունը։ Բայց ես պատժել չեմ սիրում։ Ես ուղղակի իմ մեջից այդ մարդուն հանում եմ։ Ինձ համար ինքը չկա։ Արդեն գոյություն չունի ու չեմ տեսնում։ Որն է հիմա կյանքի այս շրջանում ձեր ամենամեծ ցանկությունը։ Հայրենիքս է։ Հայրենիքիս պաշտպանությունը, որը երերուն օրեր է ապրում, բայց ես վստահ եմ, որ մենք կհաղթահարենք։ Ես եղել եմ Արցախյան շարժման մեջ, ես ունեցել եմ հրաշք ընկերներ, որոնցից շատերը հիմա չկան, եւ եթե մենք նորից նման մի զարթոնք ունենանք ու նման տղեր կունենանք, մենք ամեն ինչի հարցերը կլուծենք, ամեն ինչի, ինչպես այն ժամանակ եղավ։ Մեզ միասնություն է պետք, մեզ պետք են հպարտ, ուժեղ տղերք, մեզ պետք է միասնություն։
իրար հետ լինենք։ Այն ինչը որ սովորաբար մաղթում են մարդուն, ինձ թվում է նա ունի ընտանիք, ունի երեխաներ, ունի կին, ունի սիրած աշխատանք, ինքը նաև ոչ միայն մեր թատրոնում աշխատում, նաև Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում ինքը մասնագիտական առումով բավականին եւս կարող եմ ասել երջանիկ է այդ առումով, երջանիկ է եւ ընտանիքում եւ այս դեպքում մաղթում եմ իրան քաջ առողջություն, իսկ ինքը միշտ առողջությամբ փայլել է, գոնե ես այտենց գիտեմ։ Համենայն դեպս եթե ինչ-որ խնդիրներ ա ունեցել, ես օրինակ չեմ տեսել, չեմ նկատել, կամ ինքը չի բողոքել։ Ինքը առհասարակ չի բողոքում շատ բաներից։ Առողջություն եւ եթե ինքը ուզում է, ես օրինակ շատ եմ ուզում իր հետ աշխատել։ Այսինքն մաղթեմ, որ մեր գործընկերային հարաբերությունները լինեն շատ երկար։ Ես իրան կմաղթեմ, որ ինքը ինձ թվում են այն արտիստն է, որը չի խաղացել դեռ իր դերը։ Ինքը պետք է ունենա շատ դերեր։ Ինքը պետք է կարողանա խաղալ այն դերը, որը ինքը երազում է։ Իսկ ինձ թվում է յուրաքանչյուր արտիստ ունի այդ երազանքը։ Ես կցանկանայի, որ նա ունենար դա, այդ դերը։ Ես իրեն ինչ մաղթեմ։ Ինքը ունի հոյակապ ընտանիք, սքանչելի կին, երեխաներ, դաստիարակված, առողջություն երևի եւ ստեղծագործական մարդու համար իհարկե լավ ստեղծագործական բուրըն կյանք։ Ռոբերտին նախ եւ առաջ իմ ավակ ընկերոջը կմաղթեմ քաջ առողջություն եւ հետագա տարիներին ստեղծագործական հաջողություններ, որովհետեւ արտիստի համար բեմը, թատրոնը դա ապրելու տեղ է, դա ստեղծագործելու տեղ է, դա ոգևորվելու տեղ է եւ ես այդ ոգևորությունը ստեղծագործական այդ լիքը ուրախությունները ցանկանում եմ նրան։ Ինչի համար եք ափսոսում։ Ափսոսում եմ Արցախի համար։ Մեր ինքնության կորստի սկիզբն է դա։ Ափսոսում եմ այն հրաշք տղեկի համար, որ իրենց կյանքը դրեցին, այն հրաշք երիտասարդության համար, որ զոհվեցին ու չհասան իրենց նպատակին։ Ափսոս։ Շնորհակալ եմ պարոն Հարությունյան այսքան հրաշալի, գեղեցիկ, գրագետ զրույցի համար։ Շնորհակալ եմ, ես էլ եմ շնորհակալ, հաճելի էր, բայց այնքան բանկար ասելու։ Շնորհակալ եմ։ Ձեզ հետ հայ պերսոնաներ։ Կհանդիպենք։